ամսի 7-ի ընտրությունը լինելու է խաղաղության եւ հնարավոր պատերազմի մասին։ Հունիսի 7-ին չհաղթելու դեպքում պատերազմի մասին աղաղակող իշխանությունը քաղաքական օրակարգում երկու հարց է տեսնում՝ խաղաղություն եւ պատերազմ։ Խաղաղություն հաստատելու հարցով Ալիևը միայն Փաշինյանի հետ է պայմանավորվել։ Խորհրդարանի ղեկավարից հետաքրքրվում են լրագրողները։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ է պայմանավորությունը, դա օրակարգի, քաղաքական տեսլականի, քաղաքական դիրքորոշման մասին է խոսքը։ Եթե դուք դա կենտրոնացնում եք Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, ապա այո, թող դա լինի այդպես եւ Նիկոլ Փաշինյան թող համարվի խաղաղության խորհրդանիշ, ես դրան ընդհանրապես դեմ չեմ։ Այսպես կոչված խաղաղության խորհրդանիշ Փաշինյանի իշխանության օրոք պատերազմներ են եղել Արցախում, նաև Հայաստանում, Սյունիք, Ջերմուկ, Վարդենիս, բայց հիմա իշխանականները պնդում են խաղաղություն է, սահմանին զոհեր չկան։ Սակայն այս վիճակը կարող է փոխվել, եթե այլ ուժեր գան իշխանության։ Վարչապետը որտեղից գիտի, որ խորհրդարանում մեծամասնություն չունենալու դեպքում սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Մենք պայմանավորվել ենք Ալիևի հետ, որ խաղաղություն է լինելու, առևտուր ենք անելու եւ այդ ուղղությամբ գնում ենք եւ շատ դրական եմ գնահատում նաև Ադրբեջանի նախագահի վերջի հայտարարությունը, որտեղ ինքը նույնպես խոսում է խաղաղության մասին։ Իշխանությունը ընդդիմադիրներին մեղադրում է հարևաններին տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Խորհրդարանի խոսնակի գնահատմամբ սա վտանգավոր ու պատերազմ հրահրող խոսույթ է։ Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա տարածքային պահանջներ եւ չունի իր հարևանների նկատմամբ։ Էդ ինչ է։ Այսինքն դուք ինչ եք ընդհանրում Հայաստանի Հանրապետության պարլամենտական երկրի պարլամենտի նախագահին հարցնում եք, ասում եք մենք պետք է սպասենք Ադրբեջանը թույլանա։ Իսկ հիմա Ադրբեջանը մեր թույլատրած վիճակից օգտվի եւ մտնի դարձնի, ասենք մի հատ Պուճուրիկ Երևան քաղաք թողի։ Այդ ինչ եք ասում։ Մենք պետք է տարածաշրջանում այնց հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու։ Արցախը ոչ թե Փաշինյանն է Պրահայում հանձնել, այլ երկրորդ եւ երրորդ նախագահները, պնդում է Ալեն Սիմոնյանը։ Ասում է Պրահայում վարչապետը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Արցախը հանձնել է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, երբ որ Հայաստանի Հանրապետությունն էին ասենց կտոր տալիս ռուսներին, երբ որ բանակցային գործընթացի մեջ սխալ բանակցություններ են անում, Հայաստանի Հանրապետությունը Պրահայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է Հայաստանի Հանրապետությունը գաղութացումից, ծայրագավառ դառնալուց եւ իշխանությունը կորցնելուց։ Ինչու եք ոչ թե Ղարաբաղ, այլ Արցախ ասում, լրագրողներին հարցնում է Սիմոնյանը եւ իր կրծքանշան քարտեզի վրա ցույց տալիս իրական Հայաստանի սահմանները։ Իսկ ինչ եք այդ դեպքում վազգում, երբ որ Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տա, ենթադրենք Երևանին ասի Երևան, Սևանին ինչ-որ այլ բան ասի, աղմուկ մի բարձրացրեք։ Էս է Հայաստանի Հանրապետությունը։ Սա է։ Սրանից Էսկոմ Թուրքիա է, սրանից Էսկոմ Վրաստան է եւ Ջավախքը Հայաստան չի, Ջավախքը Վրաստան է։ Սրանից ներքև Պարսկաստանը, սրանից Էսկոմ Ադրբեջան է։ Հանեք այդ, հեսա Արցվաշենը սպանել եք Պուճուրա, մոտիկ բերեմ նայի։ 2020 թվականին Աղդամն իր հայրենիքը համարած Սիմոնյանն ինչու է սրտնեղում Արցախ անվանումից։ Սխալ եմ արել, հարգելիներս, որտեղ եղել եմ այդ նույն ձեր տրամաբանության մեջ, ձեր տրամաբանության մեջ եմ եղել, ոչ մի թիզականի տրամաբանության մեջ եմ եղել։ Հայաստանը սահմանադրությունը չի փոխում Ադրբեջանի պահանջով, իշխանության պնդումը կրկնում է ԱԺ նախագահը։ Նրան հիշեցնում են 2 տարի առաջվա հայտարարությունը, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ էլ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Ասում է 2 տարի առաջ այլ իրավիճակ էր։ Մենք էլ հիմա չենք ուզում Ադրբեջանի հետ մկանների չափման տրամաբանության մեջ մտնել։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։